Արտադրությանը վերաբերելի արտադրության ոլորտին վերաբերող ձեզ հետաքրող բոլոր պատասխանները ստանալու համար հիմնական մեր ֆորմատը կլինի հարց ու պատասխանը, բայց եթե ցույց կարճ ուղղակի մի քանի բառով ներկայացնենք տարվա հիմնական արված աշխատանքները, այն իմաստով այն նորությունները, նորարարությունները, որոնք որ անցել են կամ հենց իրականացվել են արտադրության նախարարության շնորհիվ։ Տարվա առաջին մեր պրոյեկտը, որը տեղի ունեցավ, դա հենց ներքին գործերի նախարարության ձևավորումն էր, որ ամբողջությամբ իրականացվել է արտադրության նախարարության թիմի ջանքերով, այնուհետև ինչպես տեղակ եք նախարարի տեղակալը նշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ եւ այնտեղ արդեն շարունակում է հենց բուն կառույցի ինստիտուցիոնալ կայացումը։ Շատ կարևոր ձեռքբերումներից էր հակակոռուպցիոն դատարանի ձևավորումը, որը իրենից ենթադրում է երաստիճան դատական համակարգ, նոր դատավորներով, որոնց մեծ մասը հենց նոր է մուտք գործել համակարգ եւ անցել են պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողով, նաեւ ճիշտ է դատական համակարգի մաս չէ, բայց նա շատ մեծ ձեռքբերում էր արբիտրաժային կենտրոնի, արբիտրաժային դատարանի ստեղծումը, որը նույնպես 2023 թվականի մեր արդյունքներում ենք տեսնում, մեծ աշխատանքի շնորհիվ եւ կառավարության որդեգրած հենց հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին օրենսդրորեն ամրագրվեց բոլոր դատավորների, բոլոր դատախազների, բոլոր քննիչների աշխատավարձերի բարձրացումը, այսինքն այնպիսի սոցիալական երաշխիքների ամրագրումը, որից հետո որ կառավարությունն է լինում պահանջատերը, որպեսզի այդ մարմիններում աշխատողներ ներկայացուցիչները տարբեր գերատեսչությունների կարողանան արժանանալ աշխատավարձով տալ մեր քաղաքացիների համար այդքան սպասված արդարադատությունը։ Պետք է նշեմ, որ տարբեր համակարգերում, որոնք այս համայն ոլորտում գտնվել են ճգնաժամային կառավարման տիրույթում, քանի որ այնտեղ նույնպես կադրերի եւ աշխատավարձային խնդիրներ են տարբերություններով, թե ատեստավորման համակարգերի ներդրման, մասնավորապես քրեակատարողական հիմնարկերում, թե հարկադիր կատարման ծառայությունում տեղի ունեցող բոնուսային համակարգի ներդրման, մենք սպեկտրում վերաբերելի հարկել ենք այն իմաստով, որ բացի քաղաքացիության ոլորտից մնացած բոլոր մեր աշխատողները այս կամ այլ ձևով հնարավորություն ունեն վարձատրվել իրենց աշխատանքի դիմաց արժանավայել։ Նոր բանտ բոլորին հետաքրող այս տարի մենք ունենք վերջնական արդեն մոդելը տիպը ինչ բանտ ենք ուզում ստանանք եւ ունենք հայտարարված մրցույթ այդ հողերի գեոլոգիական եւ գեոդեզիական եզրակացության տրամադրման փուլում երևի 2-3 ամսից կունենանք վերջնական այդ եզրակացությունը, ինչից հետո արդեն կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ։ Նաև ինչպես տեղակ եք բարձրագույն դատական խորհրդում չկար մեխանիզմ, որով դատավորները հնարավորություն ունենային հարկային իրենց դեմ կայացած որոշումները արդեն ունեն մշակած եւ արտադրողի կողմից երկրորդ ուղղություն կուզեի ընդգծեի, դա հաստարան համակարգի համապետական արշավի մեկնարկն է եւ հասարակական 7 կազմակերպությունների հետ սկսած մեր նոր աշխատանքներ, որով որ ամեն երամսյա կմենք ձեզ հետ եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ կամփոփենք, կտեսնենք թե արդյոք քաղաքացիները ավելի շատ են սկսել ստայլ արտադրման համակարգին, այսինքն իրականում արտադրության համակարգին,
Նաև անդրադարձ է կատարվել բոլոր պետական պաշտոնյաներին վերաբերելի եւ ձեզևիգուցե հետաքրող նվերների ինստիտուտի ներդրմանը, կատարելագործմանը, որը որ սահմանվել է շեմեր, որից վերև պետական պաշտոնյան առհասարակ իրավունք չունի նվեր ընդունելու, իսկ կառավարական նվերները նույնպես նոր ինստիտուտ է ներդրվել, թե վերցնելուց հետո ինչպես է հանձնում պետական դիրքին եւ ով է ընդհանրապես կառավարում այդ կառավարական նվերները։ Շատ կարևոր մեր տարվա ծանր աշխատանքի արդյունքում կարողացել ենք դեպքերի վերջին կառավարության ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի համատեղ կատարած որպես արդյունք դա հայեցակարգն է, որի մի մասը կատարվել եւ հաստատվել է խորհրդի կողմից, մյուս մասը հանձնաժողովն է հաստատել եւ արդեն այս ամսվանից սկսում ենք հենց բուն հայեցակարգի քննարկումը շնորհքան հաստատելուց հետո արդեն սկսի դրա հանրային իրազեկումը, թե ինչ իրենց ենթադրում հայեցակարգը, ինչպես գիտեք, բարդ ընթացակարգում բարդ մոդել է ընտրված, քաղաքական ներկայացուցիչներ են, կուսակցություններ են եւ հասարակական կազմակերպություններ են եւ կարող եմ ստաբար ասել, որ բոլոր հարցերը որոշվում են բաց թափանցիկ քվեարկությամբ եւ չկա մի հարց, որը անցած լինի 1 կամ 2 դայնի, այսպես ասած, հավաքագրությամբ, իսկ դա նշանակում է, որ իրականում մեր հայեցակարգը կլինի կոնսենսուսային հենց սեկտորի հետ գալով ընդհանուր հայտարարություն, որը շատ կարևոր է հաշվի առնելով նախկին փորձը։ Եվ երևի թե այսքանը անցնենք հարց ու պատասխանի ֆորմատին, որպեսզի կարողանանք ձեր հարցերին ավելի մանրամասն դառնալ պատասխաններ։ Կամ ուզի մի անգամից, խնդրեմ։ Երեք հարց ունեմ, առաջինը կապված է Ադրբեջանի գտնվող պահող անձանց գերիներին, մասնավորապես քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչ աշխատանքներ արվում այս ուղղությամբ, բնականաբար իրավական կոմպոնենտներ հետաքրքիր, կան նաև հակասական հայտարարություններ, այն մասին, թե քանիսն են այդ պահող անձինք, հնչել է Ալիշ Քարամյանի կողմից 32 թիվը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հասունություն թվի մասին, դուք ինչ տեղեկություններ եւ ընդհանրապես ադրբեջանցիների, ադրբեջանական գործընկերների հետ կա շփում ձեզ միջակայքում։ Երկրորդ հարցս վերաբերում է դեկտեմբերին բավականին լավ Կարացում դիտած այն տեղեկությանը, որ Ռուսաստանի քաղաքացի Գյումրիում ռուս զինվորականների կողմից դերման ենթարկվել, հետո հայտնվել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մեր հարցմանի պատասխան ասացին, որ հիմա տեղեկություն չունեն, որևէ արտահանձնում այն հետ կապված որոշում չի կայացվել, այդ ուզեի իմանալ ինչ տեղեկություն ունեք, թե ինչպես այդ մարդը հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ երրորդ հարցը ՈՄԻ բազմաթերթեր ստատուտին է վերաբերում, թե կոնկրետ ինչ մեխանիզմներ են մեջ կա, թվարկել ինչ մեխանիզմներով է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան ՈՄԻ ստատուտի միջոցով կանխվել։ Շնորհակալություն հարցերի համար, կամ սկզբից գերիների հետ կապված, ինչպես բոլորս տեղյակ ենք, դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք, որ 3 տասնյակից ավել մեր գերիները վերադարձան Հայաստան եւ Հայաստանը իր կողմից 2 ադրբեջանցի փոխանցեց հենց ադրբեջանական կողմին, ինչ վերաբերվում է թե Հայաստանը ինչ պրոցեսներ է իրականացնում դեռևս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է, այսինքն մանրամասն մեր դեսպանների միջոցով, նաև միջազգային հարթակներում ներկայացնել հենց բուն ինչ է տեղի ունեցել
ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը եւ նաեւ բնականաբար հենց Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելությունները եւ ինչպես Պամուլի հաղորդագրություններից ինքներդ եք տեղեկանում, կապի հաստատումը ժամանակ առ ժամանակ հարազատների հետ, սա այն դիվանագիտական, այսպես ասած, ուղիներով տարբերակ աշխատանքն է, բայց նաեւ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես դատական ատյաններում, որտեղ որ միջթորդություններով եւ հայցապահանջներով հենց մեր հայազգի ներկայացուցիչներին փորձում էր պաշտպանել եւ իրավունքները վերականգնել։ Ես համոզված եմ, որ այդ աշխատանքները, որոնք տարվում են, իրոք մեծածավալ են եւ առաջիկայում արդեն հնարավորություն կունենանք թե միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, անկեղծ ասած, մեր թվականակը մենք հենվում ենք այն տվյալների վրա, որը ներկայացվել է քննչական կոմիտեի կողմից, այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև բնականաբար ադրբեջանական կողմը դրանց մի մասին ռազմակերի չի համարում, իսկ հայկական կողմը այլ մոտեցում է ունենում, դրա համար եկեք մենք բոլորս առաջնորդվենք այն տվյալների հիման վրա, որը հենց ներկայացնում է քննչական կոմիտեն, որը որ բոլոր այդ գործերով ունի արդեն նախաքննական process-ներ եւ հստակ տվյալներ։ Իսկ այդ բոլոր իրավական գործընթացը բոլորի համար նույնն է, Հայաստանի կողմից ձեռնարկվելի միջոցները բնականաբար եւ դիվանագիտական եւ միջազգային դատական ատյաններում, այո, բոլորը նույնն են եւ կապված ձեր երկրորդ հարցին ուղղակի ընդհանրապես արտադրության նախարարության տիրույթում չի եւ մանրամասն ինֆորմացիա կարողանան տալ այլ գերատեսչությունները։ Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի process-ներին, նախ ամենակարևոր գործընթացը, որը մեկնարկել է, դա հենց օրենսդրական փաթեթի մշակումն է, այնինքն վավերացումից հետո կան բազմաթիվ իրավական նորմատիվ ակտեր, որոնք որ մենք պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները։ Այդ առումով մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, մասնավորապես Վրաստան ունի համանման օրենսդրություն, առհասարակ առանձին օրենք, բայց նաև 4-5 առաջատար երկրների փորձ ենք ուսումնասիրել եւ առաջի քայլը դա հենց նոր օրենսդրության մշակումն է, միջազգային փորձագետների հետ աշխատելն է, իսկ ձեր հարցը թե ինչպես պետք է Հռոմի ստատուտը օգնի նախկինում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների վերհանմանը, այդ process-ը հետեւյալն է, կան դատախազական եւ քննչական գործիքակազմեր եւ մենք մեր նախաքննական մարմինները ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաեւ հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազներին եւ իրավապահներին, ով նույնպես գալով Հայաստան կամ թղթերը ուսումնասիրելով մասն են դառնում այդ վարույթների եւ այս դեպքում արդեն Հայաստանը իր հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական process-ներում միայնակ չէ եւ ներգրավում են միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ։